Սկսենք։ Ողջունում եմ ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ լեզվաբան դերասանուհի Մերի Հակոբյանի հետ, սակայն մինչև մեր զրույցը սկսելը կխնդրեի, որ բաժանորդագրվեք այս ալիքին, անպայման հավանեք տեսանյութը և գրեք մեկնաբանություններ այն թեմաների վերաբերյալ, որոնք մենք հիմա կքննարկենք։ Բարև ձեզ Մերի։ Բարի երեկո, բարև։ Վերջին օրերին քննարկվում է Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, կարճ տեսանյութերը, որտեղ նա դիմում է Սամվել Կարապետյանին, ասում է բոմժ կսարքեմ, չգիտեմ, եթե ուժեղ տղա եք, սա արեք, եթե ուժեղ տղա եք, նա արեք, ձեր բանը գրեք, արհամարել բառը ճիշտ գրեք, կամ տեքստը ճիշտ կարդացեք, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Այ ուժեղ տղամարդը եւ ուժեղ ղեկավարը ինչպես է չափվում, էլի Նիկոլ Փաշինյանը ձեր գնահատականով ուժեղ տղա է։ Ես այդ ամեն ինչը կբացատրեմ նրանով, որ ինքը ցնցումների մեջ է, շատ վախենում է, վախեցած է, եւ մարդը անընդհատ խոսում է նրանից, ինչի պակասը ինքը միշտ ունի։ Ուժի պակասը ունի, հարստության պակասն է ունեցել, ինքն իրենով երբեք չէր կարողանա հարստանալ, միշտ նախանձել է իրենից խելացիներին, իրենից հարուստներին, իրենից ուժեղներին, ահավասիկ դրա դրսևորումները, դա շատ ծիծաղելի է նորմալ մարդկանց համար, դա գուցե շատ տպավորիչ է իր հետևորդների համար, ովքեր եւս մաս ունեն իրենից, իրեն նման են, բայց նորմալ մարդկանց համար դա իհարկե ավելի ծիծաղելի է։ Նա ասում է այն, ինչ երբեք չի կարող անել։ Նաև սխալ եմ գտնում անլուրջ ընդունելը դրա, այսինքն, չէ, ճիշտ է անլուրջ ընդունելը, բայց պատժի չենթարկել, պատասխանատվության չենթարկելը չեմ ընդունում, որովհետև այս ամեն ինչը բերեց նրան, որ մենք երբեք պահանջ չներկայացրեցինք իրենց արած անպատասխանատու արտահայտությունների համար, եւ մենք բոլորս գիտենք, որ նրանք դրա վարպետն են, նա եւ իր նազիր վեզիրները, որոնք ամեն օր անում են արտահայտություններ, լկտի, գրեհիկ, պաշտոնյային ոչ հարիր եւ երբեք պատասխանատվություն չեն կրում։ Նրանք երբեք պատասխան չեն տա իրենց արածների համար, քանի որ իրենք էլ չգիտեն ինչու են ասում։ Վիրավորական, ցածրակարգ, անմակարդակ արտահայտություններ են անում։ Այսպես ասած, քուչի բազարի մակարդակի, չնայած որ վստահ եմ, այդ քուչում էլ որ ասեին, իրենք երբեք չէին կարողանա տակից դուրս գալ։ Հիմա պարզապես ունեն տերեր, ունեն փող, ունեն պաշտպանողներ, դրա համար այդպես հոխորտում են։ Ով է նա, այդ գերհզորը, առանց թիկնապահների, առանց փողի եւ առանց հովանավորյալների, մի թույլ ու նվաստ արարած, անկարող ամեն ինչի։ Մի բառ անգամ նա չի կարող ասել իրեն դեմ մարդկանց, դեմ դիմաց կանգնած, նույնիսկ ինձ, որ ես կին եմ, տղամարդ չեմ, բայց ինձանից էլ նա կվախենա, եթե դեմ հանդիման դուրս գա առանց իրեն պաշտպանողների։ Թուլության մարմնացումը անընդհատ խոսում է մյուսների թուլությունից։ Դրանից այն կողմ հոգեբանորեն բացատրել նրա թուլությունն ու վախերը չկա ուրիշ բառ կամ բացատրություն, շատ տեսանելի է անզեն աչքով երևում է այդ ցնցումները, ինչքան պիտի մտքով կույր լինես, որ չնկատես դա։ Եթե Նիկոլ Փաշինյանը վախենում է, ուրեմն վախենում է ումից, տարբերակ A ժողովրդից, տարբերակ B Ալիևից, տարբերակ G Ռոբերտ Քոչարյանից, թե տարբերակ D
Սամվել Կարապետյանից, թե բոլորը միասին։ Տարբերակ 5-ներ, ամեն ինչից, բոլորից։ Դրանից բացի ուրիշ տարբերակ էլ կա նաև իր պատվիրատուներից։ Օտար երկրյա պատվիրատուներից, առաջին հերթին գուցե Ալիևից, Էրդողանից, հետո այն մնացածից, ես քաղաքագետ չեմ մասնագիտությամբ, ես չգիտեմ, որ երկրներն են էլի խառը այս գործի մեջ, բայց որ խառն են դա հաստատ, նրանցից եւս, որովհետեւ նա չի կատարել նաև նրանց պատվերները լիարժեք, քանի որ վախեցել է նաև ժողովրդից, այստեղի մարդկանցից։ Ուրեմն, եթե նա չվախենար, նա այդպես չէր խոսի։ Չվախեցող մարդը հանգիստ է պահում իրեն, ոչինչ չի ասում, գլուխը կախ իր գործն է անում, չի պատասխանում այդ ճղճիմ բառապաշարով եւ ամենակարևորը չի գոռում, ագրեսիա չի դրսևորում, անընդհատ չի մեղադրում, իր համար բոլորը մեղավոր են, չէ՞, ամեն օր օրը 3 անգամ, երբ գուցե եւ ավել, ինքը մեղադրում է սրան, նրան, դե ժողովուրդն էլ կա ու կա, պատրաստ ֆրազաներ էլ ունի, որ եթե ինչ-որ բան իր մոտ չստացվի, նա միանգամից ասի, որ այ դուք եք մեղավոր, դուք եք ինձ ընտրել, դուք չասեցիք, դուք ասեցիք, դուք ընտրեցիք ինձ, դուք համաձայնեցիք, այսինքն նույնիսկ անդեմ ժողովուրդն է մեղավոր, որովհետեւ մեկը կերպարանավորված, անվանական մեղավոր չի, այլ ժողովուրդը։ Եվ ժողովրդին գումարած այն մյուս բոլորը, իր ասած նախկինները նույնպես մեղավոր են, բայց ոչ երբեք ինքը։ Ընտրությունները քանի մոտենում են, Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը ավելի կոպտանում է, բայց միևնույն ժամանակ նա ասում է, որ ինքը ամենաժողովրդավարն է եւ եթե նույնիսկ ինքը չընտրվի, այդ պարագայում օրինակ լրագրողները կդառնան հաշմանդամ, չգիտեմ, պատերազմ կսկսվի, որ ասում է 50 բար երկրաշարժ կլինի, բոլորը կմահանան, ինչ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի, դուք ինչ եք կարծում։ Եթե չընտրվի, կլինի իրական եւ արժանապատիվ, գուցե դիվանագիտական ճանապարհով խաղաղություն, գուցե Արցախի վերադարձ, վստահ եմ, որ կփոխվի նաև այս կրթական եւ մշակութային ոլորտում այս բոլոր թերությունները, որ նա դրեց ներկրեց, հետ կվերադառնանք նորից ազգայինին, որովհետև առանց ազգայինի հնարավոր չի ապրել, մենք դեռ գլոբալիզացիա չենք գնում, որովհետև մենք շատ հին ազգերից մեկն ենք, դա մերը չի։ Այդ ամեն ինչը կլինի, այն իր թվարկած պատերազմ, եթե ինքն ասում է, որ եթե ես չլինեմ, կլինի պատերազմ, կլինի աղետ, կլինի սա, կլինի նա, ես սեպտեմբերին, ես անկեղծ եմ ասում, դու ինչ գիտես, այս ամեն ինչը լինելու է միայն այն ժամանակ իր ասածներ, երբ որ ինքը ընտրվի, ինքը դրա խորհրդանիշն է, ինքը բազմիցս ապացուցել է դա, եւ ինքը ասում է այն, ինչ հակառակն է անում, բայց ցավոք սրտի կա մի զանգված, որ վերուծելու ունակություն չունի եւ նա ինչ որ ասում է, նրանք հավատում են, այսինքն չեն նայում գործին, նայում են նրա խոսքերին, թե նա ինչ է ասում։ Մարդ այդքան մտքով կույր լինի, որ չտեսնի ինչ է կատարվել, ինքը նայի մենակ խոսքերին, թե ինչ է ասում։ Մանիպուլյացիա է, դե հերթական մանիպուլյացիան, որովհետև նրան էլ վերևից են բախացնում։ Եթե քո ղեկավարին պաշտպանում է թշնամի ազգը, եթե թշնամի բլոգերները մեզ խորհուրդ են տալիս, նայեք ուր ենք հասել, ադրբեջանցին է մեզ խորհուրդ տալիս, մենք ում ընտրենք, եթե մենք ասում ընտրենք իրան լավ կլինի, եթե լավ կլինի, թշնամին է ասում լավ կլինի, ապա երկար խելք պետք չի ունենալ մտածելու համար, որ շատ վատ կլինի մեզ համար։ Եվ երկրորդ, ես 2 օր առաջ լսեցի Ալիևի ելույթը, որ պահանջատեր էր
որպեսզի հին ադրբեջանցիները վերադառնան իրենց պատմական հողերը այստեղ, որովհետև նրանք այստեղ են ապրել, եւ շատ լիդերի եւ պահանջատիրոջ դիրքից էր խոսում, իսկ այստեղից ոչ մի արձագանք չեղավ։ Եվ ցավալին է նա, որ մեր հայրենակիցները երբեմն գրում են ռուսը մեր թշնամին է, ռուսը էս, ռուսը են, եւ ոչ մի բառ չեն գրում Ալիևի կամ ադրբեջանցի բլոգերի կամ առհասարակ ադրբեջանցիների այդ հայտարարությունների վրա, որ սրանք իրենց պատմական հողերն են։ Այդ ինչ եղավ, այդքան կարճ էր մեր հիշողությունը story էր, 24 ժամ տևեց։ Եվ եկավ ու մոռացանք, թե ինչ է նրանք արել մեզ հետ։ Հիմա արդեն ադրբեջանցում մենք ոչինչ չենք ասում։ Ընդամենը 20 թվականին մենք այդքան զոհեր ունեցանք։ Բացի դա, մենք տեսանք, թե ոնց են ստորացնում մեր զինվորներին։ Ես վստահ եմ, որ այդ մարդիկ, ովքեր ասում են, որ բարեկամանական ադրբեջանցու հետ կամ ռուսն է մեր թշնամին, ոչ թե ադրբեջանցին, երևի զոհեր չունեն։ Բայց հենց իրենք են միշտ անընդհատ կրկնում, մեր տղերքը զոհվեցին, այս զոհեր չենք ուզում, խաղաղություն ենք ուզում։ Այդ այն մարդիկ են, ովքեր իրենց տնից ու ուտելիքից այն կողմ ոչինչ չեն արել, ոչ էլ հետաքրքրվել են ուրիշի զոհերով կամ ուրիշի կյանքով, իրենք անհոգ ապրել են իրենց կյանքով ու հիմա այդ բարձրակոչ արտահայտություններն են անում, թե մենք խաղաղություն ենք ուզում, հոգնեցինք պատերազմից։ Դուք երբ եք պատերազմ տեսել, մի հատ էլ հոգնեցիք։ Լափիցը տենկոմ կներեք կոպիտ արտահայտվելու համար։ Ինչ որ բան դու տեսել ես, կարդացել ես, հարևանի համար մտածել ես, որ մտածեիր ծաղիկը պատերազմի ժամանակ տասնակի թանկ չէիր վաճառի։ Այդ ենք մենք։ Քանի որ Ռուսաստանից ու ռուսներից խոսեցիք, Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումից հետո Պուտինի հետ, երբ նա Ռուսաստանի նախագահին ասում էր, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, այսպես աչքներ մտցնում, հա, որ այստեղ ընտրական օրենսգիրքը այլ պահանջներ ունի, որ այստեղ ժողովուրդն է ընտրում եւ այլն, շատեր ասացին, որ մեր հզոր վարչապետը գնաց եւ Պուտինին այդ իր խոսքերով ցույց տվեց ով է նա իրականում, հա, այսպես որ ասում է գինը դիմանաց մանրը հետ կտած տրամաբանության մեջ մեծ ողջավորություն առաջացավ, հա, Նիկոլ Փաշինյանի աջակիցների մոտ։ Ինչ եք կարծում, սա մեր քթից գալու է, թե նորմալ էր այդ խոսելավոճը Պուտինի հետ։ Նախ երևի հզորի աջակիցները ռուսերեն լավ չեն հասկանում, չգիտեն ով ում ինչ ասեց, ինչ տեղը դրեց կամ կշիռը չեն հասկանում անգամ, որովհետև ոչ թե հիմա ես ածականներ կկպցնեմ այդ մարդկանց, այլ ճշմարիտ որակավորումը կտամ, մտավոր հիվանդ մարդիկ են, ովքեր կարողանում են ասել ոտդ գազին կդնես առաջ կգնաս, տեսար Պուտինին ինչ արեց, աշխարհի, այսպես ասած, տիրականներից մեկին, ինչ որ մի շան լափը լցրեց Պուտինի գլխին։ Վախկոտ նապաստակը բան ասեց, հա, չէ, իրենք ռուսերեն չեն հասկանում պարզապես։ Գալով նրան, ես երկար իհարկե չեմ նայում նրա խոսակցությունները, չեմ կարող ուղղակի ոչ ձայնը լսել, ոչ տեսքին նայել։ Նա պարզապես ուզում էր լավ հարաբերություններ ստեղծել եւ Պուտինի եւ ԵՄ-ի հետ, որը նրան ընդհանրապես չի հաջողվի, եւ վստահ եմ նրան դայել են սովորեցնում, չնայած այդ դասն էլ լավ չի սերտում իհարկե, սկսած պրոտոկոլային սխալներից, նստելու ձևից կանգնելու, վերջացրած իր ռուսերեն խոսելով, անվստահ դիրքը, ու եթե դա իր կոնտինգենտը չի նկատում, դա նշանակում է, որ այսքան սահմանից դրանից ավել դու չես կարող պահանջել։ Նրանք տեսնում են այնքան, ինչքան որ իրենց միտքն է թույլ տալիս։ Դրա համար էլ տեսնում են այնտեղ գերհզոր վարչապետ։ Իհարկե տապալված բանակցություն էր, ինչպես միշտ, անհաջող։ Հիմա ռուսի ստրուկը ով է։ Մենք թե նա, որ գնացել էր եւ ասում էր, որ մենք ձեզ հետ էլ լավ հարաբերություններ կպահենք, այստեղ էլ մի անգամ ասաց,
որոշ ժամանակ առաջ, նրանք մեր բարեկամներն են, եթե բարեկամներն են հիմա կողմնորոշվեք, հարգելի կոնտինգենտ գերհզորի, ով է ռուսի ստրուկը, մենք, նա, թե դուք, թե ով, իսկ մի հարց կուզեի տալ, եթե իհարկե իրենք դիտում են, դիտելու են, բա դուք ում ստրուկն եք, գրեք ես էլ իմանամ, ինքնիշխան են, իրենք ինքնիշխան են, ինքնիշխան գերհզորի ստրուկները, բայց չէ, Կորին ջան, իրենք դեմ չեն ինձ թվում է, իրենց փրկիչի ստրուկները լինելու, քանի որ դա նրանց համար պատիվ է։ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին եւ Ռուսաստան պետությանը ասում է հետեւյալ, ասում է քանի դեռ ձեր հետ հնարավոր է համագործակցել, հա, ԵԱՏՄ-ի շրջանակներում եւ այլն, մենք դա կանենք, բայց երբ մենք հնարավորություն ունենանք մտնելու ԵՄ, այդ ժամանակ այն որ ասում է «Давай до свидания»։ Հիմա սա նորմալ է, մենք հասկանում ենք, որ քաղաքականությունը հնարավորինի արվեստն է, բայց սա էլ մի տեսակ ընկալելի չի, հա, մանավանդ բաց տեքստով կայնել եւ այդ մասին ասելը։ Դե նրան ով վճարել է, նա էլ ստիպել է, որ նա այդ տեքստն ասի, ես վստահ եմ, որ ինքնուրույն նա այդքան խելք չունի կամ համարձակություն, որ այստեղ այնտեղ նման բաներ ասի, վճարել են, ստիպել են, հրամայել են, նա էլ ասել է, ինքն էլ չի հասկանում ինչ է ասում եւ ինքն էլ երևի չի գիտակցում դրա հետևանքները։ Եթե նույնիսկ հետևանքներն էլ գիտակցում է նա, քանի որ թքած ունի Հայաստանի հայ ժողովրդի վրա, նույնիսկ իր կոնտինգենտի վրա, ես իմ տեսանյութերում բազմիցս ասել եմ այդ հարգելի կոնտինգենտի, որ նա ձեզ էլ չի սիրում, ձեզ պարզապես օգտագործում է։ Հիմա, քանի որ նա թքած ունի Հայաստանի վրա, միայն սեփական կաշվի մասին է մտածում, դե հիմա կասի, Ռուսաստանը վստահաբար սահմանափակումներ կդնի մեր երկիր ներկրվող ապրանքների վրա, այն ամեն ինչի վրա, ինչ որ ներկրվում է այստեղ, բայց դա արտահանման վրա արդեն ոնց կա, արտահանման վրա, ծաղիկների արտահանման վրա կարծես թե արգելք կա։ Ծաղիկները, հա, իմացել եմ արդեն, դե ինքը թքած ունի այդ ամեն ինչի վրա։ Նորմալ չէ, իհարկե նորմալ չի։ Ես կուզեմ, որ մենք ունենանք մի ղեկավար, որը կարողանա դիվանագիտորեն շատ լավ հարաբերություններ պահել բոլոր երկրների հետ։ Ինչու Եվրամիության հետ, որը մեզ էլ շատ օգտակար կլինի, Ռուսաստանի հետ պարտադիր է պետք, ուզենք չուզենք, ատենք թե սիրենք, դարերով եղել է մեր դաշնակիցը, հիմա օգնել է, չի օգնել, երբեմն կամ ոչ, դա արդեն հարցի մյուս կողմն է, բայց ես կարդալով մեր պատմությունը հասկանում եմ, որ բացարձակ չարժե Ռուսաստանի Դաշնության հետ կապ խզել, լիովին հրաժարվել դաշնակցությունից եւ գնալ Եվրամիություն, որովհետեւ Եվրամիությանը մեզ վրա թքած ունի մեծավ մասամբ, նույնպես եւ Միացյալ Նահանգները, քանի որ նրանք շահ չունեն։ Նրանք մեզ նման փոքր պետություններին կարող են օգտագործել զուտ Ռուսաստանի դեմ որպես խաղաթուղթ։ Այդքանը պետք է հասկանա հզորի, փրկիչի ընտրազանգվածը, որը չի հասկանում։ Դե հիմա գուցե այդ մարդկանց ձեռք է տալիս, օրինակ ժամանակին մի կին կար, չէ, տեսանյութ կար, որ ասում է թեկուզ հացը դառնա 1000 դրամ, մեկը մենք Նիկոլ Փաշինյանի կողքային։ Հիմա գուցե գազը հիմա մենք գիտենք, թե ինչ գնով է Ռուսաստանը մեզ վաճառում եւ ինչ գնով է վաճառում ուրիշներին։ Հիմա գուցե այդ մարդիկ պատրաստ են, որ ասենք մի 500,000 դրամ ամսական գազի վարձ վճարեն։ Դա չենք ընկել, որ հիվանդները պետք է որոշեն այս ազգի ճակատագիրը։ Վստահ եմ, որ այս անգամ մենք թափ կհավաքենք, գուցե եւ իրադարձությունները փոխվեն մինչեւ ընտրություններ, որովհետեւ աշխարհում ամենվարկյանը ամեն ինչ փոխվում շատ արագ, անկանխատեսելի է ամեն ինչ, ոչինչ չի կարելի գուշակել, բայց լույսը միշտ հաղթելու է, ես դա տեսել եմ ուղղակի։ Ճիշտ է, անցնում ես թունելի միջով, բայց ի վերջո այդ թունելը հավերժ չի եւ դու դուրս ես գալիս լույս։
այդպիսի բան չի եղել, որ խավարը հաղթի այս պատմության մեջ աշխարհում, եւ այն գլխի գալիքն էլ որ գալիս է, դա պատճառահետևանքային կապ, այսինքն ինչ ցանել ես, դա էլ հնձել ես, եթե 18-ին ցանել ես Նիկոլա նման երևույթ, ու չես կարող օրինակ հնձել Գարեգին Նժդե, նրան էլ պիտի հնձեիր, բայց այդ հունձքը մի օր չորանում է կամ այրվում է եւ անցնում է հողի տակ։ Այնպես որ մտավոր հիվանդներն իրավունք չունեն որոշելու իմ, քո եւ այն անհատների ճակատագիրը, ովքեր դարերով կերտել են այս երկիրը, ստեղծել են այս մշակույթը եւ մեր հավատքի շնորհիվ մենք հասել ենք այս օրվան։ Եթե այսքան հասել ենք, ուրեմն մենք պետք է ապրենք, ուրեմն այդ լույսը պետք է գա, որովհետեւ մեզ հավասար ազգեր են եղել, գուցե եւ ավելի հզոր, բայց հիմա նրանք չկան։ Եթե մենք հիմա կանք, ուրեմն պետք է լինենք հավերժ եւ մեր ճակատագիրը պետք է որոշեն անհատները, ոչ թե զանգվածները։ Շատ լավ, հետևենք process-ներին, շնորհակալություն այս զրույցի համար։ Շնորհակալություն, ես եմ շնորհակալ։